Պարոն Մամիջանյան, ընդդիմությունը այսպես իշխանությանը մեղադրում է, որ ինչ ուզել են, ինչ ուզում է Ադրբեջանը զիջում են եւ այլն, Փաշինյանը երեք եզրափակիչ ելույթում ի վերջո ձեզ պատասխանեց, ասաց ամբողջ խնդիրն էլ այն է, որ ինչ ուզել են չեն տվել եւ խնդիրը այդտեղից է գալիս եւ նաեւ ասում է, որ եթե իրենք չլինեին իշխանություն, այսօր գուցե Հայաստանը չլիներ։ Եվ ի վերջո ասում է այսօր արդեն խաղաղություն է, այսօր էլ հայտարարել է, որ Թրամփի ուղու դետալներն են այսպես հստակեցվում։ Ի վերջո ինչ խնդիր է տեսնում իշխանությունը, այդ ընդդիմությունը, ներողություն, այդ խաղաղությունը ասվածը չեք տեսնում։ Շնորհակալություն։ Չի կարող լինել բանական մարդով խաղաղություն չուզենա։ Եվ այդ կեղծ թեզը, որ Փաշինյանը փորձում է առաջ տանել, թե իբր ինքը խաղաղության ջատագով է, ավերիչ պատերազմը, ամենաշատ ռազմական գործողությունները եւ ագրեսիաները Հայաստանի Հանրապետության նկատմամբ եղել են իր իշխանության օրոք։ Ինչ խաղաղություն։ 1. Երկրորդ, խաղաղությունը որևէ երաշխիք, բացի նրանից, որ առևտուր կանենք լավ կլինի, չունի։ Իսկ Ադրբեջանը այն երկիրը չի, որին փորձ է զսպել հայտարարություններով կամ առևտրով։ Աշխարհում այս պահին ընթացող ամենամեծ ռազմական կոնֆլիկտը, համ միջազգայինորեն ճանաչված սահմաններ էր առկա, համ խորագույն տնտեսական կապեր էին առկա, երկրներից մեկը մյուսի համար հանդիսանում էր էներգակիրների տրանզիտային երկիր, այսինքն ակնհայտ է, չէ՞, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև այդպիսի տրանզիտային հարաբերություններ, ինչպիսիք Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև են, քիչ հավանական է, որ տեղի ունենան զուտ աշխարհագրորեն։ Հետո դա երաշխիք եղավ խաղաղություն։ Էլ չեմ ասում, որ կան միջազգային պայմանագրեր, որոնցով երաշխավորման ինստիտուտներ երկու երկրների միջև գործում անվտանգ է։ Անդրադառնալով, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունի։ Եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի կառավարության մնալ, Հայաստանի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կմնա։ Դա անհերքելի փաստ է։ Դա տեսնելու համար ուղղակի պետք է նայել, թե ինչ կորուստներ ա ունեցել Հայաստանի Հանրապետությունը Փաշինյանի կառավարման ընթացքում։ Տարածքային, աշխարհաքաղաքական եւ այլն։ Անդրադառնալով նրան, թե ինչ է Հայաստանը տվել կամ Ադրբեջանի որ պահանջներն են կատարվել։ Եկեք միասին փորձենք վերլուծել։ Մենք ոչ մի դեպքում սահմանադրությունը Ադրբեջանի պահանջով չենք փոխելու։ Մենք դա կանենք մեր որոշումով, լավ հեքիաթ է, չէ՞։ Մենք ոչ մի դեպքում միջանցք չենք տալու, բայց փաստացի հիմա բանակցային վերջին փաստաթուղթը, որը նախաստորագրվել է, ամբողջ աշխարհը ներկայացնում է միջազգային տրամաբանության մեջ, ամբողջ։ Հասկանում եք, ստորագրումից մի քանի վայրկյան հետո նախագահ Թրամփը օգտագործում է միջանցք բառը։ Հեքիաթները, որ դա անգլերեն բառ է եւ այլն, խնդրում եմ, էլի անգլերենը այնքան հոմանիշներ ունի, որ կարելի է այդտեղ օգտագործել։ Բոլոր փորձագետները, ամերիկյան, եվրոպական, ռուսական, հայկական, բոլորը ասում են միջազգային տրամաբանությունը։ Բացի Փաշինյանից։ Ոչ մի բան չի հիշացնում։ Այդ մարդը կամ միջազգային փաստաթղթեր կարդալ չգիտի, կամ էլ ստում է բոլորիս։ Ես հակված եմ երկրորդ տարբերակին։ Ամենածիծաղալու դրվագը ստորագրման պահից են պահներ, երբ Փաշինյանը ասենց ծիգրակում էր, նայեր, տեսներ էտա փաստաթղթի մեջ գրած թե չէ։ Ինչ վերաբերվում է, ես կարող եմ այսպես շատ շարունակել, գիտեմ, որ ժամանակը ավարտվում է, նույնը վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հայկական լինել չլինելու։ Նույնը վերաբերվում է այն կետերին, որոնք իմ գործընկերները ընդդիմադիր 1.5 տարի առաջ ծանոթացան փաստաթղթի սկզբնական տեքստին, որոնք այն ժամանակ կարևոր կետեր էին Հայաստանի համար, առաջնահերթություններ էին, բայց հանվեցին Ադրբեջանի պահանջով։ Ու այսպես շարունակ։ Եվ ամենակարևորներից մեկը Յակոմինսկի խմբի լուծարումը։ Քանի կար պիտի ստորագրման ժամանակ լուծարվեր, բայց լուծարվեց նախաստորագրման ժամանակ։ Ու այսպես ես կարող եմ եւս մի 10 րոպե շարունակել, բայց ժամանակը ավարտվում է, այնպես որ ակնհայտ է, որ Փաշինյանը կատարել է Ադրբեջանի բոլոր պահանջները, հեքիաթները, որ պատերազմ չէր լինի, եթե կկատարեինք եւ այլն,
փաստացի բոլոր պահանջները կատարված են։